Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 21-ն է եւ մինչեւ միջազգային հարցերին անցնելը սկսում ենք կրկին Հայաստանից։ Միանգամից հիշեցնեմ լայքերի համար, դա չափազանց կարեւոր է, որ մեր այս տեսանյութը եւս շատ մարդ հնարավորություն ունենա դիտելու եւ երևի թե սկսենք Հայաստանի եւ Վրաստանի հավաքականների ֆուտբոլային խաղից, ճիշտ է, ես հեռու եմ ընդհանուր առմամբ ֆուտբոլից, այդպես ասենք, բայց շատ ուրախացնող է, որ հայ եւ վրաց թիմերը, հայկական եւ վրացական թիմերը հնարավորություն ունեցել հանդիպելու Երևանում եւ դրանից բացի բազմաթիվ հետևորդներ վրացական թիմի երկրպագուներ Վրաստանից այցելել էին նաեւ Երևան։ Շատ ուրախալի էր տեսնել հայկական եւ վրացական դրոշները միասին, դրանից բացի կարևոր է նաեւ շեշտել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն եւս այցելել էր Երևան, նա հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ այդ հանդիպման առիթը հիմնականում ֆուտբոլն է եղել։ Տեսնում ենք, որ սպորտը եւս օգնում է զարգացնել հարաբերությունները եւ կապերը, ինչը բնականաբար շատ լավ է։ Եվ այդ հանդիպման ընթացքում քննարկել են հայ-վրացական ռազմավարական հարաբերությունները, տարածաշրջանային երկկողմ միջազգային կարևոր հարցեր են քննարկել եւ խոսել են այն մասին, թե ինչպես կարելի է հարաբերությունները ավելի շատ խորացնել երկու երկրների միջև։ Բնականաբար մենք միշտ խոսում ենք եւ անդրադառնում ենք հայ-վրացական հարաբերություններին։ Այդ հարցը մեզ համար չափազանց կարևոր մեծ նշանակություն ունի եւ մեծ ուրախություն է մեզ համար տեսնել ռազմավարական հարաբերություններ Վրաստանի եւ Հայաստանի միջև, քանի որ ես համոզված եմ, որ դա միայն ու միայն նպաստելու է Հայաստանին, թե քաղաքականապես, թե տնտեսապես, ընդհանրապես բոլոր առումներով նպաստելու է Հայաստանի պետականաշինության, ինչպես նաեւ Վրաստանի պետականաշինությանը։ Չափազանց կարևոր է։ Այստեղ նաեւ կարևոր է նշել մեկ բան, որ երեք սոցիալական ցանցերում տարածվում էր տեղեկություն, թե իբր վրացական համարանիշներ էին գողանում Հայաստանում։ Իրականում դա շատ տարածված խնդիր է եւ լավ կլինի, որ մենք էլ այստեղից բարձրաձայնենք, որ հիմնականում ջավախահայերի համարանիշներն են գողանում մեքենաների, որպեսզի վաճառեն։ Շատ ցավալի փաստ է, բայց մենք տեսանք, որ հերքում եղավ Հայաստանի ներքին գործերի նախարարության կողմից, որ նման բան հիմնականում մեծ մասշտաբների տեղի չի ունեցել։ Սակայն չափազանց կարևոր է, որ իրոք նման հանցագործությունները կանխվեն։ Դա ամոթ է Հայաստանի Հանրապետության համար, ոչ միայն ֆուտբոլի պահով բնականաբար շատ ավելի ամոթ է, որ ֆուտբոլային խաղի ժամանակ երկրպագուների համարները գողանան։ Լավ է, որ հերքվել է, հույսով եմ, որ դա համապատասխանում է իրականության, բայց այդ խնդիրը իրոք կա եւ մնում է եւ ես տեսնում եմ, որ տարբեր քաղաքական գործիչներ, նաեւ падգամավորներ, մեր падգամավորը ջավախ կներկայացնող Հայաստանի Հանրապետության մեջ, այդպես ասենք, միշտ այդ հարցը բարձրաձայնում է։ Չափազանց կարևոր է, որ այդ հարցը ի վերջո լուծում գտնի։ Հայ-վրացական հարաբերությունների մասով արդեն ասեցի եւ ես համոզված եմ, որ միշտ էլ ասել եմ այն մասին, որ մեր երկու երկրները պետք է լինեն միասին եւ օգնեն միմյանց դժվար իրավիճակում եւ մենք միայն կարող ենք գոյատևել եւ պահպանել ու պաշտպանել մեր պետականությունները այս երկու փոքրիկ հանրապետություններով, որոնց բնակչության թիվը գրեթե հավասար է, մենք փոքրիկ շատ պետություններ ենք, կարող ենք միասին միայն պահպանել եւ պաշտպանել մեր անկախությունը եւ ինքնիշխանությունը։ Մեր շատ ակտիվ օգտատերերից մեկը հարց էր ուղղել ինձ, թե ես ինչ վերաբերմունք ունեմ Գյումրիում կայանալիք ընտրություններին, ասեմ, որ ես վերջերս քիչ եմ զբաղվում ներքին քաղաքական գործընթացներին հետևելով, այսինքն ժամանակ էլ չի մնում եւ ինձ համար որոշում եմ կայացրել, որպեսզի ավելի քիչ զբաղվեմ ներքաղաքական հարցերով, թե Հայաստանում, թե Վրաստանում, քանի որ դա նաեւ ինչ որ միտեղ օգնելու է մեզ բարձրացնել մեր պրոֆեսիոնալիզմը եւ ավելի շատ կենտրոնանալ արտաքին քաղաքականության վրա։
Բայց բնականաբար ինչ որ չափով մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում եւ շատ ողջունելի կլինի, եթե Գյումրիում հաղթանակ տանեն ժողովրդավարական ուժերի տեխնացուները։ Հայաստանի մասով կրկին հարևոր եմ համարում նշել, որ երեք հետաքրքիր ելույթ էր շատ ունեցել Ալեն Սիմոնյանը Եվրոպական խորհրդում, չափազանց կարևոր շեշտադրումներով, սկսելով իր խոսքը նա հստակ ասել է, որ դաշնակիցը հակառակորդի թշնամու է վերածվում եւ զոհին ագրեսոր են ներկայացնում, խոսել է թե ինչքան մեծ կարևորություն ունի իր համար ժողովրդավարությունը, բնականաբար իր համար կարևորելով նա նաեւ կարևորում է դա Հայաստանի համար եւ հիմնականում խոսում էր շատ ընկալելի լեզվով Եվրոպական խորհրդարանում իր գործընկերների առջև։ Դրանից բացի նա խոսել է այն մասին, որ Ադրբեջանը ապատեղի կատավություն է տարածում եւ կարող է լարվածություն առաջանալ դրա պատճառով, խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման շուրջ, խոսել է գերիների եւ անազատության մեջ պահվող մարդկանց խնդիրներից, խոսել է խաղաղության խաչմերուկ նախագծից, կողմերի փոխադարձ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարկանքի անհրաժեշտության մասին, մի խոսքով անդրադարձել է բոլոր կարևոր հարցերին, որոնք որ այս պահին հուզում են մեզ։ Հայաստանի մասով կարևոր է նաեւ ասել, որ երեք Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարությունները միմյանց հետ խորհրդակցություն են անցկացրել, այս մասին տարածում է հաղորդագրություն Հայաստանի արտգործնախարարությունը, այլ մանրամասներ չկան, բայց ես պատկերացնում եմ, թե ինչ խորհրդակցություններ կլինեն անցկացրած, հաշվի առնելով նաեւ Մարիա Զախարովայի հայտարարությունները, շատ կարևոր հայտարարություններ են, կարևոր ասելով կրկին պետք է մենք հասկանանք նրա հայտարարությունից Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը մեր մասով։ Եվ այստեղ մեծ հաշվով ճիշտ է նորություն չկա, բայց կրկին մեզ հիշեցնում է Ռուսաստանի քաղաքականության մասին։ Օրինակի համար նա խոսել է այն մասին, որ Խովայևին ուղարկելու են Երևան, եւ ինչպես գիտեք, Խովայևը Ռուսաստանում Մինսկի խմբի ներկայացուցիչ չէր, որպեսզի այդ խաղաղության բանակցությունների շուրջ ինչ որ հարցեր քննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ, բայց նույն ժամանակ հարցերին ի պատասխան Զախարովան շեշտում է, որ Մինսկի խմբի մասով իրենց կարծիքը չի փոխվել եւ ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերներն էին ժամանակին հրաժարվել Մինսկի խմբում աշխատել, կարճ ասած մեղադրել է Ֆրանսիային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ այն ձևով է փորձել մեղադրել, կարծես թե այդ Մինսկի խմբի չաշխատելու պատճառով մենք ունեցել ենք շատ մեծ խնդիրներ, այնինչ մոռացել են, որ հենց խաղապահների անգործության պատճառով փակվել էր Լաչինի միջանցքը եւ նույն խաղապահների անգործությունը ասել եմ մեղմ է, ճիշտ ասած շատ ակտիվ գործունեության պատճառով տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում եւ Արցախը հայաթափվեց։ Այսինքն լսելով Զախարովային հասկանում ես, թե իրոք քաղաքականությունը ինչքան անբարոյական կներեք այդ արտահայտությանս համար ինչքան անբարոյական կարող է լինել։ Դե նույն ժամանակ Մարիա Զախարովան նշել է, որ Երևանի եւ Բաքվի միջև համաձայնագրի տեքստի շուրջ արդեն կոնկրետ որոշումը, որ համաձայնություն է ձեռք բերվել տեքստի շուրջ, չափազանց կարևոր է խաղաղության համար Հարավային Կովկասում, բայց ես մեծ հաշվով չեմ հավատում, որ այդ հայտարարությունը եւս անկեղծ է։ Եվ կարևոր է ինչի մասին խոսել է Զախարովան, այն է, որ Մոսկվան տեղեկատվություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից Հայաստան զենք տեղափոխելու մասով հայտարարությանը, որը որ իմիջայլոց ամենաառաջինը տարածել էր հենց ռուսական արտին, մենք գիտենք, որ ռուսական արտին պետական հեռուստաընկերություն է կապված ռուսական հատուկ ծառայությունների հետ, այսինքն իրենք են ստեղծում այդ հաղորդումները, տարածում են այդ տեղեկությունը, հետո պարզաբանում են արդեն պահանջում ամերիկյան եւ հայկական կողմից։ Ես հիշեցնեմ, որ հետագայում նաեւ տեղեկություն կար եւ տարբեր լրատվամիջոցներ տարածում էին այն տեղեկությունը, որ այդ տենդերային ծրագիրը բաց ձևով հրապարակված է ամերիկյան կայքերից մեկում զենքի տեղափոխման եւ հետո հետ տանելու մասով, այսինքն ոչ միայն գալու է այդ զենքը Հայաստան զորավարժությունների համար, այլ նաեւ հետ է գնալու այդ զենքը։ Բայց հետաքրքիր է Մարիա Զախարովայի այդ պահանջը պարզաբանումի
Քանի որ կրկնեմ, հենց իրենք են տարածել այդ տեղեկությունը արդեն մամուլում տարածվել է այդ տեղեկությունը իրենց միջոցով, բայց իրենք ասում են, որ հայկական լրատվամիջոցներում է տարածվել այդ տեղեկությունը։ Այստեղ նաև շատ կարևոր է ավելացնել, որ նա ասում է, որ դա բավականին մտահոգիչ է, քանի որ ապակայունացնող գործող կարող է դառնալ տարածաշրջանում։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը, ասենք, զորավարժություններ է անցկացնում Հայաստանում, դա ապակայունացնող գործոն չի դառնալու, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ անցկացնում են զորավարժություն Հայաստանի հետ, դա արդեն ապակառուցողական գործոն է, հա։ Հետաքրքիր է, երբ որ Ադրբեջանը նույն ՆԱՏՕ-ի զորավարժություններին է մասնակցում Վրաստանում, դա ոչ մի վտանգ եւ ապակառուցողական ոչինչ իր մեջ չի պարունակում, բայց Հայաստանում անցկացվելիք զորավարժությունները ապակայունացնող բնույթ են կրում։ Այսինքն այստեղ եւս կրկին երկակի ստանդարտներ օգտագործում Տիկին Զախարովան։ Եվ նույն ժամանակ ասում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը այն է, որ հարավային Կովկասի երկրներում խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի շրջանակներում, այսինքն իրենց կրկին համարում են տարածաշրջանում, ինչը ես չեմ համաձայնվում, գիտեմ, որ Թուրքիան իրենց վաղուց դուրս է շպրել տարածաշրջանից։ Մեծ ուրախությամբ սա չեմ նշում, քանի որ ինչ-որ միտեղ նաև դա մեր հաշվին է տեղի ունեցել Արցախում։ Եվ հետո Ռուսաստանի քաղաքականության պատճառով Ռուսաստանի դիրքերի թուլացում է տեղի ունեցել նույն Հայաստանում եւ շարունակում է թուլանալ, բայց ուղղակի դժվար է չպատասխանել Տիկին Զախարովային եւ հստակ ասել, որ այլևս դուք ձեր քաղաքականության պատճառով տարածաշրջանային երկիր չեք, կամ եթե նույնիսկ հլը ինչ-որ չափով մնում եք, դա նրա շնորհիվ է, որ Հայաստանում ունեք ռազմաբազա։ Ինչ վերաբերվում է խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանում, մենք տեսանք, թե Ռուսաստանի Դաշնությունը ինչպես է իր խնդիրները լուծում մեր տարածաշրջանում։ Այս ամենը կրկին նշեմ, որ ես ցավով եմ նշում, քանի որ այդ ամենը տեղի ունեցել մեր հաշվին։ Եվ եթե Ռուսաստանի Դաշնությունը իրեն պահեր ճիշտ դաշնակցի պես, ապա մենք լրիվ այլ պատկեր կունենայինք եւ լրիվ այլ հարաբերություններ, իմիջայլոց այդ մասին էր փաստացի երեք ակնարկում նաև Ալեն Սիմոնյանը իր եվրոպական գործընկերների առջև ելույթ ունենալով ասելով, որ դաշնակիցները դարձել են հակառակորդներ, զոհերին ներկայացնում են որպես ագրեսոր եւ նման ձևով մտքերը շարունակում, որ փոթորիկը ոչ թե հեռու է, այլ արդեն փոթորիկի մեջ ենք մենք բոլորս գտնվում։ Հստակ պատասխաներ դա նաև Ալեն Սիմոնյանի կողմից։ Ճիշտ է, առանց կոնկրետ անուններ նշելու։ Տիկին Զախարովան կրկին հիշել է Եռակողմ համաձայնագիրը եւ սա էլ այն համատեքստում, որ ադրբեջանական ապատեղեկատվությունը օրեր է տարածվում, միջայլոց 3 երեկոյան եւս տարածվել է ադրբեջանական ապատեղեկատվությունը իբր հրադադարի խախտում է տեղի ունեցել եւ օգտվելով առիթից, իհարկե պետք է օգտվեին առիթից, կրկին հիշեցրել են Եռակողմ հայտարարությունից, բայց այստեղ նաև կոչ են արել Բաքվին վերադառնալ Եռակողմ համաձայնագրի համալիր իրականացման։ Նա նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, նշելով, որ այնուամենայնիվ ՀԱՊԿ-ի անդամ է մնում Հայաստանը եւ ՀԱՊԿ-ը պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, բայց հիշում ենք, թե ինչ կետերով էր դիմել Հայաստանը եւ ինչ ձև էր ՀԱՊԿ-ը արձագանքել Հայաստանի դիմումներին, բայց Զախարովան ասում է, որ Հայաստանի շահերից է բխում, որ Հայաստանը դուրս չեկա ՀԱՊԿ-ից, հակառակ պարագայում անվտանգության խնդիրներ կունենա Հայաստանը։ Այսինքն այսպիսի հստակ ակնարկներ է անում Զախարովան, փորձելով նաև վախեցնել ինչ-որ միտեղ հայկական կողմին։ Միջազգային հարցերից ասեմ, որ Ուկրաինայի մասով այս պահի դրությամբ շատ հարցեր չկան քննարկելու։ Եվրոպական երկրները որոշում էին կայացնել Ուկրաինայի մասով, որ խոչընդոտել է կրկին Հունգարիան, բայց ասվում է, որ եվրոպական երկրները գտել են ձև, թե ինչպես կարող են շրջանցել Հունգարիայի այդ վետոն, նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինային հավելյալ օգնություն տրամադրելու մասով։ Հիմա կարևոր թեման ավելի շատ կարելի ասել, որ Իրանն է եւ Թուրքիան է, եւ հստակ տեղեկություն կա այն մասին, որ Թրամփը Իրանին հարվածելու համար Սենատից թույլտվություն է խնդրել։ Սա արդեն չափազանց լուրջ է, մենք երեք խոսում էինք Իրանի արտգործնախարարի հայտարարությունների մասին,
Իրանից հստակ ակնարկում են, որ իրենք պատրաստ են բանակցությունների, բայց ամենայն հավանականությամբ Իսրայելը չի ուզում, որ այդ բանակցությունները տեղի ունենան, եւ փորձում են Թրամփին դրդել պատերազմական գործողությունների, եւ ահա Թրամփն էլ դիմում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատին, որպեսզի հարվածներ հասցնեն իրանական ատոմային օբյեկտների։ Այստեղից էլ պարզ է մեր համար, թե ինչու է հիմա ակտիվանում Ադրբեջանը եւ լարվածության ֆոն փորձում ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին։ Կարևոր է նաեւ անդրադառնալ Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներին Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո, ասեմ, որ 3 ամբողջ օրը եւս Ստամբուլում ցույցերը շարունակվել են, բախումներ են եղել ոստիկանության հետ, ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Կարևոր է նաև նշել, որ Անկարայի քաղաքապետը եւս աջակցել է Ստամբուլի քաղաքապետին եւ փաստացի բավականին խորը քաղաքական գործընթացներ են հիմա սկսվում Թուրքիայում, եթե Անկարայի քաղաքապետը եւս աջակցում է Ստամբուլի քաղաքապետին, ես կարծում եմ, որ այլ քաղաքների քաղաքապետներ են եւս աջակցել, ուղղակի մենք տեղեկություն այդ մասին չունենք եւ սահմանափակ ձևով ենք կարողանում հետեւել, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում, բայց իրադարձությունը իրոք բավականին բարդ է եւ նույնիսկ վտանգավոր, քանի որ եթե հիմա Էրդողանին հաջողվի կալանքի տակ պահել Ստամբուլի քաղաքապետին եւ երկար ժամանակով նրան փակել բանտում, ապա Թուրքիան կկորցնի այն փոքրիկ ժողովրդավարությունը, թեթև ժողովրդավարությունը, որը որ ուներ։ Ես 10 տարի առաջ եմ եղել Ստամբուլում ԵԱՀԿ-ի գլոբալ ծրագրերի շրջանակներում, տարբեր հանդիպումներ են եղել այնտեղ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ եւ այդ ժամանակ ես համոզվեցի, որ Ստամբուլը բավականին զարգացած էր եւ հստակ երևում էր, որ ժողովրդավարական գործընթացներ էին լուրջ տեղի ունեցել Թուրքիայում եւ այդ ժամանակ կարծիք հայտնեցի, որ այդ ամենը դժվար է արդեն հետ շրջել, քանի որ հստակ երևում էր, որ Ստամբուլում կար ժողովրդավարության շունչ, բնականաբար այն համեմատելի չէ եվրոպական երկրների հետ, բայց այնուամենայնիվ այդ շունչը զգացվում էր։ Եթե հիմա այդ ամենը խեղդեն, դա նաև խնդիրներ կստեղծի մեր համար, քանի որ Թուրքիան նախ կհեռանա Եվրոպայից եւ մենք ամբողջությամբ կշրջապատվենք ավտորիտար համակարգերով, ինչը բնականաբար չափազանց վտանգավոր է դարձնում Հայաստանի ապագան, ոչ միայն ժողովրդավարական ապագան, այլ ընդհանրապես Հայաստանի ապագան։ Այդ իսկ պատճառով գոնե թե հույս ունենանք, որ Թուրքիան կմնա այնպիսին, ինչպիսին կար գոնե թե մինչև հիմա։ Բնականաբար չեմ ասում, որ դա լավ էր, դա շատ վատ եւ ագրեսիվ Թուրքիա էր մեր համար, բայց համեմատության մեջ այդ ագրեսիվությունը հիմա այս պահին հնարավոր է կառավարեն արևմուտքի երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպան, բայց եթե այնտեղ հաստատվի շատ ամուր ավտորիտարիզմ, դա բնականաբար շատ է բարդացնելու մեր վիճակը։ Հուսանք ամեն դեպքում, որ այնտեղ ամեն դեպքում ժողովրդավարության որոշակի աստիճան կպահպանվի։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի մասին, բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, հաջողություն, կհանդիպենք։